Հայ-թուրքական սահմանին գտնվող մարգարասահմանային անցակետում իրականացվել է տեխնիկական ենթակառուցվածքների և լոգիստիկ կարողությունների լայնածավալ ստուգում։ Ըստ թուրքական աղբյուրների, մարգարայի կամրջով սահմանի հնարավոր բացումը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով։ Սկզբնական շրջանում այն կծառայի բեռնափոխադրումների, իսկ ավելի ուշ ուղևորափոխադրումների համար։ Այս քայլը դիտարկվում է որպես տարածաշրջանային առևտրի զարգացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման կարևոր նախապայման։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական Armenia Security Partnership օրինագիծը, որը նախաձեռնել են կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գազ Բիլիրակիսը և Ֆրենք Փալոնը։ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ռազմական օգնություն տալ, քանի դեռ մեջբերում Ալիևի վարչակարգը չի արել հստակ քայլեր Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատման համար։ Բոլոր հայ գերիների և պատանների անհապաղ և անվերապահ ազատում, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովում։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այսօրվա նիստում եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները մեղադրող կողմի հայտարարություններին։ Ադրբեջանական բենզինը վաղվանից կվաճառվի Հայաստանի ՌԱՆ Օիլ բենզինալցակայանների ցանցում։ Բենզինի պրեմիում տեսակի գինը սահմանվել է 440 դրամ, հայտնել է փաստաբան Ռաֆի Ասլանյանը, զգուշացնելով քաղաքացիներին, որ Ադրբեջանը սեփական արտադրության պրեմիում կարգի վառելիք չունի եւ այն ներկրում է Ռուսաստանից ու Ռումինիայից, ինչը հարցեր է առաջացնում առաջարկվող ապրանքի ծագման եւ որակի վերաբերյալ։ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում տեղի է ունենում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հավաքին երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանր աշխատանքային գրաֆիկի պատճառաբանությամբ։ Մինչև նիստի մեկնարկը Պուտինը Էրմիտաժի գլխավոր տնօրեն Պյոտրովսկու հետ պաշտոնակիցներին ներկայացրել է թանգարանի հիմնական ցուցանմուշները։ Կլոր սեղանի շուրջ Դաշնության նախագահը բարձր է գնահատել ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության դինամիկան, նշել, որ 2025 թվականը հաջող տարի էր փոխգործակցության զարգացման տեսանկյունից։ 2025 թվականը ԱՊՀ տարածքում հայտարարված էր որպես նացիզմի դեմ պայքարում խաղաղության եւ միասնության տարի, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման համար, հիշեցրել է Պուտինը։ Իդեպ նրա խոսնակը ասել է, որ այս հավաքից հետո տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան բանակցություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների եւ բարձրաստիճան դիվանագետների։ Associated Press-ի փոխանցմամբ նրանց մեծ մասը նշանակվել էր Ջո Բայդենի նախագահության ընթացքում։ Կադրային փոփոխությունները վերաբերում են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Ամենաշատ դեսպանները հետ են կանչվում Աֆրիկայի եւ Ասիայի երկրներից։ Հետ կանչված դիվանագետները պետք է վերադառնան Վաշինգտոն։ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը եւ Խազար Իբրահիմը մասնակցել են Թրամփի երթուղի նախաձեռնությանը նվիրված կլոր սեղանի քննարկմանը։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի դեսպանները։ Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայաստանի դեսպանը ողջունել է մեջբերում ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը եւ նշել, որ նման գործնական համագործակցությունը կարեւոր է շոշափելի տնտեսական եւ սոցիալական արդյունքների հասնելու համար։ Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն իր հերթին հավելել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը պատմական համագործակցության հիմք է։ Իրանում հրթիռային ակտիվություն է նկատվել։ Բարձր ձայներ են լսվել Խորամաբադի մոտակայքում եւ հրթիռի հետքեր նկատվել Մաշհադի եւ այլ քաղաքների երկնքում։ Իրանական մամուլը հնարավոր է համարել, որ դրանց պատճառը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային վարժանքներն են։ Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է 2 նավ եւ 2 նավամատույց։ Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել տեղի գյուղերից մեկում։ Այն տարածվել է մոտ 1500 քառակուսի մետր տարածքի վրա։
Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել, ստացված վնասվածքների հետևանքով մահացել է գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստվածության վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վանիլ Սարվարովը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։ Ըստ քննչական կոմիտեի նախնական վարկածների, սպանությունը կապված է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Как прошли переговоры? Մայամիում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները։ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կառուցողական է համարել Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Նա մասնավորապես նշել է մեջբերում, պատերազմ հրահրողները չկարողացան խափանել Մայամիում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ընդգծել է, կարգավորման գործընթացը չպետք է սահմանափակվի միայն ռազմական գործողությունների դադարեցմամբ, այլ դառնա կայուն ապագայի հիմք։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստը կայացնել դեկտեմբերի 22-ին։ Իսկ այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյն Վեյնսը հայտարարել է, որ իրենց համար ավելի կարևոր են ամերիկացի թոշակառուները, քան Ուկրաինան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Ուկրաինայի հարցով Մայամիի խորհրդակցություններում առաջընթաց է տեսել։ Կիևում ընդունում են, որ Դոնեցկում կորցնում են տարածքների վերահսկողությունը, ասել է նա։ Վենսը հայտարարել է, որ կարգավորման ճանապարհին լուրջ խոչընդոտ է Ուկրաինայի տարածքային զիջումների հարցը։ Ուկրաինայի հարցով բանակցություններում քննարկվել է Զապորոժիեի ատոմակայանի համատեղ կառավարման խնդիրը, հայտարարել է փոխնախագահ Վենսը։ Թուրքիայի Մերսին նահանգում 12-ամյա աշակերտը կրակել է իր դպրոցի տնօրենին։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակվող երեխան ձերբակալվել է։ Նրա դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Ճապոնիայում վերսկսում են աշխարհի ամենամեծ ատոմակայանի Կաշիվազակի Կարիվայի աշխատանքները։ Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց վստահության քվե է տրվել նահանգապետին, որը ղեկավարում է ատոմակայանի վերագործարկման ծրագիրը։ Քվեարկությունից առաջ նահանգապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցել է մոտ 300 մարդ։ Ատոմակայանի 7 ռեակտորներից առաջինի վերագործարկումը նախատեսվել է 2026 թվականի հունվարի 20-ին։ Ինտեր Մայամի ֆուտբոլային ակումբը, որտեղ խաղում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, MLS գավաթը նվաճելուց հետո սկսել է վաճառել այն խոտածածկի կտորները, որի վրա տեղի է ունեցել հաղթական խաղը։ Մեկ կտորի գինը տատանվում է 50-ից մինչև $750, կախված չափից եւ փաթեթավորումից։